Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանում ծավալվող իրադարձությունների շուրջ զրուցելու են երգիչ երգահան Արտավազդ Բայաթյանի հետ։ Պարոն Բայաթյան, դուք ուշիուշով հետևում եք Հայաստանում ծավալվող իրադարձություններին, այս հետկուլիսային իրավիճակը ինչպես եք գնահատում, ինչպես պետք է առհասարակ հաղթահարվի այս տոտալ անվստահությունը հասարակության մոտ։ Դե ինձ թվում է դրա ամենակարևորագույն պայմանը պետք է կատարեն իշխանությունները, եթե նրանք իրականում ցանկանում են ինչ-որ մի բան կարգավորել, ուղղել եւ գալ երկխոսության, որովհետեւ ակնհայտ է, որ մեր հասարակությունը կիսված է նույնիսկ չասեմ երկու մասի, նույնիսկ եթե ասենք երկու մասի, ապա երկխոսությունը պարտադիր է եւ պետք է հաշվի առնել ըստ երևույթին բոլոր խմբերի հետաքրքրությունները դրանով մեր երկիրը միայն կշահի եւ կամրանա եւ երևի այս փակուղուց դուրս կգա։ Իշխանությունը ակնհայտ է, որ արագ զարգացման նպաստող քայլեր այս փուլում գոնե դեռ չի կատարել կամ չի կատարում։ Ինչ պիտի անի այս առումով մտավորականությունը, արդյոք մտավորականության խոսքը լսվեց այս օրերին եւ արդյոք դա բավարար էր առհասարակ։ Նախ ասեմ, որ այս ամառային արձակուրդները երևի իր դերը խաղացին իշխանությունների գործողություններում եւ ընդհանրապես հասարակության, այսինքն ինչ որ մի բան անընդհատ հետաձգելով, գուցե ի նկատի ունենալով, որ ասենք սեպտեմբերից որոշ ինչ որ խնդիրներ եւ հարցեր կպարզվեն եւ ավելի պարզ լուծում կստանան, իսկ ինչ որ վերաբերում է ուրեմն մտավորականությանը, ինձ թվում է, որ մեր լրատվամիջոցները ճիշտ է, մտավորականության կարծիքը պետք է իմանալ, բայց մենք մի բան պետք է հաշվի առնենք, որ մտավորականությունը չի կարող տալ ուրեմն այդ հիվանդության դեղատոմսը, դա անհնարին է, որովհետև մտավորականությունը մենք մի քիչ շատ ենք ուզում, ասենք, բարթել մտավորականության վրա, որովհետև նրանք պարզապես սա մասնագիտական հարց է, ես ասեմ տնտեսագիտական, քաղաքական, իրավագիտական, իսկ լուրջ մասնագիտական հարցեր են, երևի մասնագետները ավելի ճիշտ պատասխաններ կարող են տալ։ Մտավորականությունը ուղղակի կարող է նշել այդ ուղիները, երկխոսության ուրեմն հավաքել հակադիր կողմերին եւ ամենակարևորը իր ազնիվ դերը կատարել։ Սա շատ կարևոր է, ազնիվ դերը կատարել, եթե իրականում մենք սիրում ենք մեր երկիրը եւ համարում ենք, որ սա մեր հայրենիքն է, որը մենք ոչ ուզում ենք փոխել, ոչ էլ վաճառել։ Ազնիվ դերակատարությունը որը պիտի լինի մտավորականության հարթակում ելույթ ունենալը, մտքեր տարածելը, ինչպես պետք է կարողանա մտավորականությունը իր խոսքը տեղ հասցնել։ Այդ թվում ինչ որ դուք ասացիք, եւ ելույթ ունենալը եւ լուսաբանելը որոշ հարցերի շուրջ ազնիվ ուրեմն իրենց կարծիքը արտահայտելը, գնալ երկխոսության, նույնիսկ ասենք հրավիրել, եթե դա հնարավոր է, ասենք հրավիրել եւ պարզել այն հարցերը, որ չեն բարձրախոսում, ասենք, ես համարում եմ, որ մտավորականությունը այդքանը կարող է անել, բայց ինչու՞ չի անում այդ դեպքը։ Սեպտեմբերի 21-ն է մոտենում եւ մենք այս տոների օրերին միշտ տեսնում ենք, թե ինչպես է իշխանությունը կոչումներ, մեդալներ շնորհում։ Մենք տեսնում ենք նաև, թե ինչպես է նախընտրական քարոզարշավի ժամանակ իշխանության համար երգում, պարում եւ նրանց կողքը կանգնում մտավորականության մի հատված, գոնե մտածող մարդկանց մի հատված, շոու բիզնեսն էլ իր հերթին է միանում այս ամենին։ Չեմ ուզում ինչ որ մեկին մեղադրել, բայց ես ասեմ, եթե մարդ ունի ուրեմն խիզախություն եւ ազնվություն, նա կարող է ազնիվ ասել, որ գիտեք, ես այս մարդկանց կողքին եմ եւ վերջ, եւ պետք չի ինչ որ թատրոն խաղալ։ Ինչու են այսպես խույս տալիս, թաքնվում, ինչ որ բաներ ասում, անորոշ չես հասկանում, այո են ասում, ոչ են ասում, չես հասկանում։ Եթե դու կողմ ես, կանգնի կողքը եւ պարզ երեսով քո գործը արա։ Հիմի թե ինչ դա գնահատական կստանա, դա էլ արդեն քո ոնց որ ասած արած գործի արդյունքը կլինի։ Այսպես, իսկ ով ասենք իսկ ընդհանրապես ես մտածում եմ, որ արվեստի մարդիկ վերցնենք, չեմ ուզում մտավորականությունը մի քիչ շատ ծավալուն բան է, արվեստի մարդիկ նրանք միշտ էլ պետք է իշխանությանը ոչ թե հակառակ այլ զգոն պահելու համար պետք է միշտ նրանց մատնացույց անեն սխալները, վրիպումները, դա շատ կարևոր է, որ նրանք հասկանան, ես համարում եմ, որ ուրեմն արվեստի մարդիկ իրենց գործունեությամբ եւ իրենց բնույթով միշտ ոնց որ օպոզիցիայի մեջ լինեն, այսպես է, ամբողջ
աշխարհում է այդպես, միայն մեր մոտ չի։ Այս իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ մարդկանց խոսքի կարիքը ունի հասարակությունը։ Քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների խոսքին չէր սպասում, բայց սպասում էր այդ մարդկանց խոսքին։ Այս առումով մտավորականների այդ հատվածը ունի ինքնակազմակերպման խնդիրը ձեզ։ Ես շատ հուսահատված եմ եւ ոչ մի բացառությամբ 1-2 խոսքի ելույթների չեմ ուզում ինչ-որ անվանական ասեմ, մնացածը կարելի ասել շատ ծածուկ թաքնված ինչ-որ անհասկանալի խոսքեր։ Ես համարում եմ, որ այս դեպքում էլ մեր մտավորականությունը ոչ մի ազդեցիկ գործողության չդիմեց եւ խոսքի չդիմեց, չեմ ուզում ասել, որ Անգամ երբ խոստացան, բայց դա էլ չգրվեց։ Այո, շատ հարցեր եղավ ու պլյուս դրան, ասենք, այն դիմում կոչը, որը ես իմ բացարձակ ոչ մի տպավորություն չգործեց։ Իսկ մտավորականությունը այս ամենում իր պատասխանատվության բաժինն ունի ստեղծված իրավիճակում։ Բոլորս ունենք մեր պատասխանատվության բաժինը, ոչ միայն մտավորականությունը, ամենափոքրից մինչև վերջ, որովհետև ամեն ինչ կատարում է մեր տանը եւ մենք բոլորս էլ պատասխանատու ենք դրան։ Մտավորականությունը իհարկե շատ կարեւոր դեր է կատարում, ուղղակի այստեղ պետք է հասկանալ, թե այդ մտավորականությունը ինչ արժեհամակարգում է իրեն ցուցաբերում կամ ցույց տալիս։ Գիտեք ինչ, մեզ մոտ շատ բաներ շեղված են եւ մի քիչ էլ ասեմ կոպիտ չասեմ, ավելի պարզ ասած, ոչ մի բան ոնց որ թե իր տեղում չի եւ հատկապես ասենք այն մարդիկ, որոնք կարող են խոսք ասել եւ հասարակությունը նրանց լսի, շատ-շատերին վարկաբեկել են, շատ-շատերը ուղղակի հեղինակազրկվել են եւ այս դեպքում ինչ որ մի լուրջ բան լսել եւ հույս ունենալ, որ մենք կարող է իսկապես մի սենց ասենք անկաշար մարդու խոսք լսենք, ես չգիտեմ, դա կարող է լինել մեծ հաջողություն։ Մենք այդպիսի մարդ չունենք, որ լսենք։ Կան մարդիկ, որ ելույթներ են ունենում, բայց այդ մարդիկ ավելի շատ էմոցիոնալ ելույթներ են ունենում, բայց այս պահին, երբ երկիրը արդեն վտանգված է լինում, այստեղ էմոցիոնալ ելույթները ոչ մի բան չեն տա։ Իհարկե, սենց ծեծես դոշիտ ու ասես ես հայրենասեր եմ, դա շատ հեշտ բան է, բայց դրանով չի ավարտում ոչ մի բան։ Հետո ինչ հայրենասիրությունը շատ լայն իմաստ ունի եւ իրագործելու եւ կատարելու շատ մեծ պատասխանատվություն եւ բացի պատասխանատվությունից մենք պետք է ոչ թե միայն անընդհատ խոսենք, թե մեզ սա է պետք, մեզ նա է պետք, մենք պետք է ասենք մենք ինչ պետք է ինքներս անենք, հասկանում ես, սա շատ կարեւոր բան է։ Միշտ խոսվում է նրա մասին, թե ինչն է խանգարում, ինչն է պետք, բայց ոչ մեկ իր անձնական պատասխանատվության մասին ոչինչ չի խոսում։ Դրանից գալիս է մեր այս անհասկանալի իներտ մի վիճակը, որ ինչ որ խոսում են, հետո էլ անհետանում են ու կորում են, գնում են։ Բայց այս օրերին մենք տեսնում ենք արդեն բանտերից կոչեր են հնչում երիտասարդության ինքնակազմակերպելու, փողոցում պայքարը շարունակելու։ Դուք նման հնարավորություն այսօր տեսնում եք, այսօրվա հարթակը ձեզ այդ հնարավորությունը ներշնչում է։ Ոչ, ես չեմ տեսնում ոչ մի բան, որովհետև մեր հասարակությունը պառակտված է։ Պառակտված է, ավելին ասեմ, ավելի սարսափելի մի բանի մեջ է։ Մեր հասարակությունը ուղղակի տարբեր աստիճանների վրա կաշառված է։ Եվ այս հասարակությանը հնարավոր չէ, ասենք, մի լուրջ, շատ կարևոր խնդրի շուրջ համախմբել։ Ինչպես փոխել, պարոն Վարդանյան, ձեզ հասարակության այս մտածողությունը, որ այսուհետ այլևս կաշառքը չպիտի լինի գերակա, ընդհանրապես պետք է բացառել դա։ Ինչպես կարելի անել, օրինակ հարևան երկրի օրինակով դուք դա տեսնում եք։ Ես համարում եմ, որ մենք ուրիշ ճանապարհ չունենք, մենք պետք է ստեղծենք օրինական երկիր։ Մեր երկիրը պետք է օրինական լինի եւ ամեն ոք եւ ամեն ինչ պետք է օրենքի դեմ հավասար լինեն եւ պատասխանատու լինեն։ Այստեղից կգա ամեն ինչ, կգա իր տեղում։ Այսինքն այն օրենքները, որ ընդունվում են, նրանք պետք է ապահովեն այդ գործընթացը եւ անպայման պետք է առաջ գան, ասենք, ղեկավարության, ասենք, երկիրը ղեկավարելու այս օղակներում պետք է առաջ գան մասնագետներ, լավ մասնագետներ, երիտասարդներ եւ ըստ երևույթին ամենակարևորագույն բանը, որ այդ մարդիկ այս ախտից մի քիչ ազատված լինեն, այս կաշառակերության, որովհետև համատարած կաշառակերությունը ուղղակի ճնշում է եւ ոչ մի հույս չի թողնում։ Այնպիսի տպավորություն է, որ մարդ ծնվել է, նա գիտի, որ նա պետք է կաշառք վերցնի եւ մինչեւ մեռնելը։ Սա ոչ մի լույս չի տալիս։
մեզ լույս է պետք։ Սասնա ծռերի փաստորեն կատարած քայլն էլ այդ լույսը չտվեց։ Դա ինչ որ մի բեկում մտցրեց մարդկանց գիտակցության մեջ, այդ իներտ վիճակը այսպես կոտրեց եւ փորձեց մարդկանց սթափեցնել, արթնացնել։ Շարունակությունը ես չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ դեռ շարունակությունը չեմ տեսնում։ Իհարկե լավ ուրեմն գաղափարների եւ լավ կյանքի համար շատ բան է պետք եւ զոհաբերել եւ աշխատել, շատ բան է պետք։ Այսպես ուղղակի խոսքերով եւ հավաքներով բան չի ստացվի։ Ճիշտն ասած, ինչ որ նույնիսկ ինչ որ մի փոքր հուսահատություն էլ կա մեջս, որ ինչպես կարելի է այս ամենը հաղթահարել։ Սա երևի մասնագետները շատ հետաքրքիր ինչ որ բաներ են գրում, բայց միջոցները թե ինչպես գալ դրան ոչ մեկ չի բացատրում։ Իսկ մտավորականներն էլ ուղղակի նկարագրում են թե ինչ կարելի է անել, բայց թե այդ նկարագրածը ինչպես իրական կյանքում կյանքի կոչել, դա էլ հասկանալի չի։ Այսինքն մենք բազմաթիվ հարցականներ ունենք։ Գուցե իշխանավորներն են մտածում ինչ որ մի բան անեն, որ փոխվի, բայց նրանց մտածածն էլ ոնց որ չի ստացվում, չեմ հասկանում։ Ինձ թվում է ինչ որ մի այսպես ոնց որ այնպիսի տպավորություն է, ոնց որ մեր հասարակությունը կատվածահար է եղել։ Ու պլյուս դրան այս Ղարաբաղյան վտանգը, պատերազմի վտանգը, որ անընդհատ ամեն վարքյան մենք սպասում ենք, որ ամեն ինչ կարող է լինել, դա էլ արդեն մարդկանց վրա ավելի մեծ ճնշում է գործում եւ այստեղ շատ դժվար է նույնիսկ ասենք ինչ որ մարդ սթափ ինչ որ մի բան ասի, ավելի շատ ինչ որ անկախ որևիցե բանից էմոցիաների է դիմում եւ դա էլ լավ չի։ Այսպես էմոցիոնալ, ասենք, այդ ելույթներով, խոսքերով բան չի ստացվի։ Գործողությունները դա գիտություն են ուզում, իմաստություն են ուզում եւ ամեն ինչ պետք է հավասարակշռված լինի եւ ամենակարևորը մենք պետք է մի բան պարզ հասկանանք, որ այս երկրում յուրաքանչյուր մարդ այս երկրի տերը պետք է լինի։ Այդ գաղափարները մեզ մոտ արդեն սպառվել է, այնպիսի տպավորություն է, ոնց որ չգիտեն։ Գիտեք ինչ, մենք պետք է իմանանք, որ սա մեր երկիրն է, որ մենք այս երկրի համար պատասխանատու ենք, որ մենք կարող ենք այս երկիրը ղեկավարել եւ ամենևին պետք չի, որ ինչ որ դրսից մեկը գա, մեզ ցույց տա ոնց ղեկավարենք, որ մենք կարող ենք այս երկիրը պաշտպանել եւ ամենևին պետք չի, որ մենք ինչ որ դաշինքների մեջ մտնենք, որ անպայման կարող ենք ունենալ իհարկե բարեկամներ, բայց գիտեք, այն վտանգավոր բան է, որ ասում են եղբայրություն մինչև, չգիտեմ, մահ, այդ դա շատ վտանգավոր է։ Իսկ ասենք ունենալ իրականում դաշնակիցներ, որը ամեն ինչ պայմանագրի մեջ երևում է, այսինքն պայմանագրում կետեր կան, ինչու ես դու դաշնակից, եւ եթե դաշնակիցը այս կետը չի կատարում, արդեն պարզ է, որ դու էլ չես կատարում։ Այդ դա, գիտեք ինչ, այդ դա կլինի լավ հարաբերություն եւ երևի մեր անվտանգության ամենակարևորագույն երաշխիքը կլինի։ Իսկ երբ որ մենք համարում ենք, որ մենք մեր աղբոր հետ գործ ունենք, արդեն ինչ ասես կարող է լինել։ Ինչ ասես կարող է լինել։ Ինձ թվում է մեր հետ կատարվում է բանը։ Կատարվում է եւ ես ձեզ ասեմ, որ քաղաքականության մեջ ոչ մի երկիր աղբոր ու քրոջ հետ գործ ունենալով ոչ մի հաջողության չի հասել։ Երևի բոլորն էլ գիտեն, դա ես չպետք է ասեմ, իմ իմացած պատմություններով, իմ իմացած պատմության էջերից այդպիսի բան չի եղել, բայց դաշնակիցներ եղել են, որոնք պայմանագրով այսինչ կետերով իրար վստահել են եւ այս կետերը կատարել են։ Մեկը որ խախտեր, նշանակում է մյուսն էլ արդեն դրանից հրաժարվում է։ Դա ճիշտ բան է։ Թե չէ այսպես մենք ոնց որ թե զոհաբերություններ ենք անում, անարդարացի։ Ոչ միտեղ դա չտանող ինչ որ բաներ է։ Ինչա մենք ունենք աղբեր։ Հետո դա ինչ։ Դա ոչ մի բանի չի բերի, մանավանդ երբ որ ասենք մեր ընտրյալ եղբայրը իր հոգևոր եղբորը արդեն գտել է եւ դաշինք է կազմում նրա հետ։ Իր հոգևոր եղբայրն է։ Դուք հասկանում եք ինչի մասին եմ խոսում, էլ անվանական չտամ։ Եվ այստեղ ինչ որ հույս ունենալ, որ կարող եմ մենք ինչ որ մի արդար ուրեմն պատասխան ունենանք կամ էլ ասենք մեր նկատմամբ արդար լինեն, դա առնվազն միամտություն է։ Իսկ եթե դու պայմանագրով ես մարդու հետ կապած, այստեղ արդեն ոչ մի բան չեն կարա, այսպես շրջանցեն հարցերը։ Շրջանցում են, ուրեմն դու էլ ես շրջանցում, այսպես։ Ես համարում եմ, որ մեր գուցե սա էլ է մեզ համար դաս, որ գիտեք ինչ, ամեն ինչ փոխվել է, գլոբալիզացիայի դարում
այնպես ինչպես ղեկավարում են երկրները մի 30 տարի առաջ, 40 տարի առաջ, հիմա այդպես չեն ղեկավարվում, ամեն ինչ փոխվել է, մի տեսակ երկրագունդը փոքրացել է, սա երկրները իրար մոտեցել են, մի տեսակ վտանգը բոլորին է սպառնում, ուրեմն պետք է մենք ավելի ճիշտ ուրեմն կողմնորոշումներ ունենանք եւ այս դեպքն է, երբ մենք պետք է ունենանք շատ լավ պատրաստված մասնագետներ, որոնք իհարկե պետք է շատ բարձր լավ մակարդակի կրթություն ստացած լինեն, ոչ թե ինչ որ փողով դիպլոմներ առած լինեն կամ ասենք ինչ որ մի ձևով ավարտած լինեն ու ոչ մասնագիտական բու Այստեղ մասնագիտական պետք է լինեն, այս անպայման պետք է լինես մասնագետ։ Ես համարում եմ, որ դա շատ կարևոր բան է եւ եթե օրինակ ասենք մենք իսկապես ուզում ենք արդյունք ունենալ, մենք պետք է մեր կադրային ուրեմն քաղաքականության մեջ դա իրագործենք լուրջ փոփոխություններ, որտեղ կգան թարմ ուժեր, նոր լավ գիտելիքներով, թե ինչ է կատարում աշխարհում եւ ոնց կարելի է երկիրը շարժել առաջ։ Մենք պետք է առաջ գնանք, այլապես մենք դատապարտված կլինենք դառնալ աշխարհի ամենավերջին երկրներից, ոչ զարգացած երկրներից անտեսված, արհամարված, հետո վերջնականում կարող ենք եւ կորցնել էլի մեր պետականությունը, դա էլ կարող է լինել։ Հիմա շատ վտանգավոր է, գլոբալիզացիայի դարը ոչ մեկին ոչ մի շանս չի թողել, որ ասենք ինչ որ ամեն մեկը ինքը մենակ ինչ որ մի բանի հասնի։ Ինքը անպայման պետք է իրեն ընկերներ, բարեկամներ գտնի։ Մեր խնդիրը իմ կարծիքով շատ կա ունենալը եւ դաշնակիցներ իրական փնտրելն է։ Այո, եւ շատ ճիշտ աշխատել եւ մեր հարևան երկրների հետ հաստատել շատ նորմալ հարաբերություններ, որովհետեւ առանց դրան, առանց հարևանների հետ լավ հարաբերություններ ունենալու պայմանագրային լավ հարաբերություններ, ես չեմ ասում ինչ որ էլի փաթաթվենք, ասենք դու իմ ամենալավ հարևանն ես, այտենց չի կարելի։ Առանց դրան ըստ երևույթին մեր երկիրը միշտ սենց անկլավ, սենց փոքր ծածկված, բոլոր սահմանները փակ կմնա եւ մենք շատ երկար ժամանակ շնչելու օդ չենք ունենա դեռ, որովհետեւ դա կարևոր բան է։